Պատասխան դատարան երբ մոտ 3 ամիս առաջ հարցի վերաբերյալ արձանագրեց այն հանգամանքը, որ դեռևս հարկայել բացր հավանականություն առայն, որ մեղադրյալ ազատության մեջ հայտնելու դեպքում հնարավոր է չկատարել Հայաստանի Հանրապետության դատավարության վերաբերված սպարտակամությունները, այդ խոչընդոտի բազուկի քննությանը, մասնակիցների վրա անգլիական ազդեցություն գործադրելու եղանակով։ Միաժամանակ դատարանը արձանագրեց, որ առկա է նաև ռիսկ հավանականություն առայն, որ մեղադրյալ ազատության մեջ մնալու դեպքում կարող է կատարել անցանք, միևնույն ժամանակ արձանագրելով, որ ժամանակի ընթացքում այդ ռիսկի հավանականությունը որոշակի աշխարհով նվազել է։ Այսինքն, այս պայքարությամբ մենք ունենք երկու հիմք, մեկը բարձր հավանականությամբ, մյուսը ոչ բարձր հավանականությամբ։ Եթե մենք հայաց գցենք անցած ժամանակահատվածի վրա եւ փորձենք գնահատել, թե այս 3 ամիսների ընթացքում ինչ նոր հանգամանքներ են իհարկե եկել, որոնք կարող են մեզ թույլ տալ արձանագրելու օրինակինում արձանագրված ռիսկերը բացառապես վերացել են կամ որոշակի չափում նվազել են, ապա ես պետք է փաստեմ, որ այդպիսի հանգամանք ի հայտ չի եկել։ Եվ կոպիտ ասած կամ ժողովրդական կերպով ասած, մենք գրեթե գտնվում ենք նույն կետում, ինչ գտնվում ենք այն պահին, երբ առաջի անգամ խոհանոցի երկարաձգման հարց քննարկվեց։ Հետևաբար, պատվաժան դատել, ես գտնում եմ, որ դատարանի կողմից մոտ 3 ամիս արձանագրված հիմքերը նույն ռիսկայնությամբ պահպանվում են, դրանք որևէ կերպ չեն նվազել, ավելի չեն զերոացել, եւ հետևաբար գտնում եմ, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը ենթակա է երկարաձգման եւ խափան միջոց կալանքի փոփոխման համար հիմքեր առկա չեն։ Դրա հետ միաժամանակ հարկ եմ համարում անդրադառնալ, այսպես ասած դատարանի կողմից ցուցաբերված ջանասիրությամբ։ Բոլորիս աչքի առջև է, որ անցած 3 ամիսների ընթացքում դատարանը ներողություն խնդրում մեծ արգանդով ջանք չի խնայել հնարավորինս սերմ ժամկետում նիստեր նշանակելու մոտ ժամկետում նիստեր նշանակելու ուղղությամբ եւ ջանք չի խնայել, որ դատարկությունը կամ առնվազն նախնական դատալսումները դիտեք ասել տեղում չգործեն։ Բայց օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով մենք այնուամենայնիվ հույս ունենք մենք այսօր ենք կարողանալու մտնել իրական դատալսումներ։ Նաև ուզում եմ արձանագրել, որ անցած ժամանակահատվածում չի կայացել, եթե հիշողություններ չի դավաճանում երկու դատականներից։ Ասված երկու մի դեպքում մեղադրյալը չէր ներկայացել, բայց այդ դատական նիստերը ունեցած հարցեր քննարկվեցին եթե ճիշտ է հիշում։ Ամեն դեպքում այդ օրենք իսկ չի կայացել եւ երկրորդ դեպքը, եթե հիշողություններ չի դավաճանում, պաշտպանները չէին ներկայացել։ Երկրորդը ճիշտ եք ասում։ Ես բացարձակ նպատակ չունեմ ինչ-որ մեղադրանքի շակերտների մեջ մտքեր հնչեցնել, իմ գործընկեր պաշտպանների հանդեպ, ես նշեցի օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, բայց այնուամենայնիվ այս հանգամանքների համադրմամբ պետք է արձանագրել, որ դատարանի կողմից ցուցաբերվել է բավարար ջանասիրություն, նիստերը ժամանակին հնարավորինս ավելի մոտի ժամանակահատվածում կատարել։ Ուզում եմ ևս մեկ հանգամանք ասել։ Եթե մեծ առումով փորձենք գնահատել ինչ փոփոխություն է ունեցել, ապա դա այն է միակ հանգամանքը, որ մեղադրյալը ևս 3 ամիս գտնվել է կալանքի տակ։ Առաջ ընկնելով, համոզված լինելով, որ հարգելի պաշտպանները այս հանգամանքը բարձրաձայնելու են եւ փորձելու են այս իմ կարծիքն է հանգամանքով ներկայացնել, որ հիմքերը միգուցե այս առումով նվազեն են, բայց ուզում եմ ցույց տալ ճշգրիտ դատարանի նախադեպային որոշումը առ այն, որ
որոշակի ժամանակ կանանքի տակ գտնված լինելու հանգամանքը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու, որ հիմքերը վերացել են եւ որ կապամիջոցով դրված կանանքը երկակա է փոխում։ Պատվաժան դատարան ամփոփելով խոսքս գտնում եմ նորից եմ նշում, որ միշտ կապամիջոց կանանքի ժամկետը երկակա է երկարաձգման իմ գնահատմամբ այս պահի դրությամբ այլընտրանքային որևէ խափանման միջոց թե առանձին, թե համացված չի կարող բավարար պատշաճ վարկածից ապահովել մեղադրյալի նկատմամբ եւ գտնում եմ, որ խափանմիջոց կանանքի ժամկետը պետք է երկարաձգվի 3 ամիս ժամանակով։ 3 ամիս ժամանակով, որովհետեւ ես կարծում եմ դա այն ժամանակն է, որի ընթացքում հնարավոր է մենք արդեն հետազոտած լինենք ապացույցները արձակնած վկաներին եւ միայն այդ հանգամանքների գնահատմամբ արդեն կարող ենք նոր եզրահանգումներ կամ դիրքորոշումներ կայացնել։ Իմիջիալոց թույլ տվեք ևս մեկ նախագահություն նշեմ, որպես դատարանի կողմից ես այդպես եմ վերագրում ցուցաբերած ջանասիրության մասին է վկայում, խոսում նաեւ այն փաստը, որ նույնիսկ Ներսը դուրսը դադարեցրեք, ով մնաց ներսում դուրս եկավ եւ չթողեք ներսը։ Որ նույնիսկ դատարանը հաշվի առնելով մասնավոր շահը իմ գնահատմամբ որոշակի վերապահումներով անդրադարձավ կամ գնահատեց քրեական դատավարությամբ սահմանված այն կարգավորմանը, որ ապացույցները պետք է հետազոտվեն այն հերթականությամբ, որը որ կողմն է ներկայացնում, նույնիսկ շրջանցեց դա եւ որոշեց, որ պետք է արձակնենք վկաներին։ Եվ այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ թե առնվազն դատարանը եւ հավատացնում եմ նաեւ հանրային կողմը որևէ նպատակ չունի ավել մեկ վայրկյան մեղադրյալին կալանքի տակ պահելու։ Հարցը հետեւյալն է. օբյեկտիվ գնահատում։ Արդյոք հիմքերը վերացել են։ Պատասխանում եմ, որ ոչ։ Շնորհակալություն ասելու մանչում։ Շնորհակալություն Պատվարժան դատարան, միանալով գործընկերոջս մեծ բան ըստեղության ավելացնեմ, տեսեք, քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոփոխվել կամ վերացել են կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները, բարույթ իրականացնող մարմինը արդեն իր օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կարող է փոփոխել կամ վերացնել խափանման միջոցը, հիմա Պատվարժան դատարան տեսեք, քրեական այս վարույթի դատաքննության ընթացքում դեռևս որևէ ապացույց չի հետազոտվել։ Իսկ բովանդակային առումով քրեական վարույթի դատական քննությանը խոչընդոտելու հետաքրքրություն, այսպես ասած, եւ իմաստ իրականում կա, ինչի համար Պատվարժան դատարան, որովհետեւ սույն քրեական վարույթով կան վկաներ, որոնք տվել են ցուցմունքներ, որոնք մեղադրական բնույթի են մեղադրյալի նկատմամբ, այսինքն հայտնել են այնպիսի տեղեկություններ, որոնք վերդիկտ կայացնելու համար ունեն էական նշանակություն։ Եվ մեղադրյալը ազատության մեջ գտնվելու պայմաններում իրականում բավականին հետաքրքրություն ունի այդ վկաների վրա ազդելու եւ քրեական վարույթի նորմալ ընթացքին խոչընդոտելու։ Հետևաբար այս պայմաններում Պատվարժան դատարան մենք գտնում ենք, որ առկա է մեղադրյալի վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու բավականաչափ բարձր ռիսկ։ Ուստի այս պայմաններում Պատվարժան դատարան ես ևս կարծում եմ, որ կիրառված խափանման միջոցը փոփոխելու եւ վերացնելու հիմքերը բացակայում են եւ ցանկանում եմ նաև անդրադարձ կատարել մեկ հանգամանքի, որոնք այս անցած 3 ամիսների ընթացքում բավականաչափ ծավալուն անդրադարձ է կատարել թե պաշտպանության կողմը եւ թե բարույթ իրականացնող մարմինը։ Տեսեք, խոսքը վերաբերվում է մեղադրյալի առողջական վիճակին։ Պաշտպանները բավականաչափ բարձրացրին այս հարցը տարբեր դատական նիստերի ընթացքում եւ դատարանը ընդառաջ գնալով նշանակեց համապատասխան ոլորտի փորձաքննություն եւ մենք բոլորս ականատես եղանք համապատասխան փորձաքննությանը, որ կալանքի կրմանը խոչընդոտող որևէ հիվանդություն առկա չէ։ Այսինքն այս մասով կառավարության որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկում ըստ էության չկա։ Եվ դատարանի
կողմից գործադրված ջանքերը այս հարցի լուծման համատեքստում եւս բավականին բարձր են, այսինքն դատարանը իրենից կախված ամեն ինչ արել է այս հարցը եւս լուծելու տեսանկյունից։ Ուստի պատվարժան դատարան այս մասով մեղադրանքի կողմը գտնում է նաեւ, որ հիվանդությունները մեղադրյալի եւ ներկայացված փաստաթղթերը չեն կարող չեզոքացնել կիրառված խափանման միջոցի հիմքերը եւ պայմանները։ Մնացած մասով ես եւս կարծում եմ, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող իժորու լինել ապահովելու մեղադրյալի վարչակարգագիծը, ուստի նշված նկատառումից ելնելով պատվարժան դատարան միանում եմ գործընկերոջս կողմից ներկայացված միջնորդությանը եւ ես եւս գտնում եմ, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը ենթակա երկարաձգման 3 ամիս ժամկետով։ Շնորհակալություն։